Բայց այսօր արդեն ընդամենը 2 օր առաջ Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներկրումների համար բացվեց Ախալքալակ Կարս երկաթուղին։ Այսօր արդեն Հայաստանը դեպի արևելք եւ դեպի արևմուտք երկաթուղային կապ ունի։ Դա մի քիչ միջնորդավորված, բայց մենք առաջիկայում թրիփ նախագծի իրագործման շրջանակներում եւ դրա համատեքստում նաեւ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի բացումը։ Իմիջիայլոց այսօր, երբ որ արդեն ավելի իրատեսական է դառնում սահմանների բացումը, մեր ընդդիմադիրները սկսել են ահազանգել, որ վայ, դա վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Ստացվում է, ժողովուրդ ջան, որ իրաց լսում ես, ստացվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան 34 տարի մեզ լավություն են արել, որ մեր սահմանները փակել են։ Տեն չի ստացվում։ Եթե ասում են սահմանի բացումը սպառնալիք է, ուրեմն սահմանի փակելնելը մուրազ է։ Բայց ո՞նց կարելի է իմիջիայլոց ասեմ, այն որ շատ ահազանգում են մարդիկ, որ շատ ապրանքներ կա, որ Հայաստանում ավելի թանկ է, քան նույնիսկ որոշ այլ երկրներում, նույնիսկ եվրոպական երկրներում։ Մենք հարց չենք տալիս, այդ ինչի է տենց, ինչն է պատճառը տեն։ Դրա պատճառներից կարևորագույնը Հայաստանի տրանսպորտային սահմանափակումներն են։ Ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ տրանսպորտային ծախսը ունի էական ազդեցություն։ Մեր երկրում տրանսպորտային նույն տեսեք ինչ է տեղի ունեցել։ Թուրքիայից սենց թե նենց 91 թվականից սկսած ապրանքներ ներկրվել են Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն միշտ էլ մեր խանութներում թուրքական ապրանքներ են եղել։ Բայց Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծելու արգելք ա եղել։ Այսինքն հայաստանյան ընկերությունը չէր կարող Թուրքիայից ապրանք առնել եւ ներկրել Հայաստան։ Դրա համար ինչ են արել։ Ընդեղ մի հատ ուրիշ ֆիրմա են բացել, ընդեղից Թուրքիայից առել են տարել են այդ 3-րդ տեղը, ընդեղ բան են արել, մաքսաձերծել է, ընդեղից նոր այսինքն սա պատկերացրեք արդեն գնի վրա ինչքան բանա տոկոս ավելացել տրանսպորտային եւ ադմինիստրատիվ ծախսերի։ Ընդամենը 10 օր առաջ է, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելու եւ Հայաստանից ապրանք արտահանելու արգելքը վերացվել է։ Եվ սա նոր տնտեսական հնարավորություններ են մեզ համար։ Եվ մեր մեծագույն պատմական խնդրեմը այն է, որ մեզ միշտ վախեցրել են մեր միջավայրում ապրելուց։ Ընդ որում այդ վախեցնելու տակ հիմք եղել է, չի որ դա անհիմն է եղել։ Այսինքն մենք պատմական խնդիրներ ենք ունեցել, պատմական ճգնաժամեր ենք ունեցել, պատմական վախեր ենք ունեցել, որ արդարացված է, բայց նաև մեր կառավարությունը ձեր աջակցությամբ եկել այն եզրակացության, որ մենք պետք է սովորենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրել, որովհետև ընդ որում ես ձեզ ուզում եմ կիսվել եմ ուրիշ տեղեր, եթե լսել եք, բայց կարևոր եմ համարում, օրինակ 4 տարի առաջ, 5 տարի առաջ մենք ոչ Ադրբեջանի հետ ենք խոսում, ոչ Թուրքիայի հետ։ Երբ որ մենք Ադրբեջանին բան ունենք ասելու, մենք երրորդ երկիր ենք գտնում, երրորդ երկրի միջոցով խաբար ուղարկում ենք, եւ երրորդ երկրի միջոցով պատասխան ենք ստանում։ Եվ 1, 2, 3 հասկացանք, որ շատ հաճախ ոչ մեր խաբարն է ճիշտ գնում հասնում տեղ, ոչ էլ պատասխանն է ճիշտ հետ գալիս։ Երբեմն չարամտորեն, որովհետև կան ուժեր, որոնք ուզում են մեզ անընդհատ վախեցած պահեն մեր տանը, որ ձեռները տաքացնեն մեր խոցելիությունների վրա, բայց երբեմն էլ չարամտորեն չէ, որովհետև նրբություններ կան տարածաշրջանին, որ ուրիշները տենց չեն հասկանում նրբությունները, եւ հետեւաբար մենք որոշում ենք կայացրել, որ մենք պետքա մեր երկրում ապրելու վախերը հաղթահարենք, որովհետև մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանը իր քաղաքացու համար այլևս մաքարելու, գոյատևելու տեղ չի, այլ Հայաստանի Հանրապետությունը կյանքը վայելելու, ապրելու, աշխատելու, հաց ստեղծելու եւ վաստակած հացը վայելելու պետություն եւ հայրենիք է եւ այս այն պատմական փոփոխությունը, որ տեղի է ունեցել։